Նիկոլ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսներ հայտարարել են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակել ճանապարհային քարտեզ։ Ինչպես նաև վաղը հունվարի 6-ին ուխտիերթ է կազմակերպել Նիկոլ Փաշինյանը, սրա նպատակը ինչի համար է այս ամենը արվում։ Ձեր դիտարկմամբ, պարոն Մանուկյան։ Կարծում եմ, որ պատահարիչի ամեն աղանդավորական շարժման հետ կապված մարդկանց զբաղեցնել եւ մեկնաբանություն ստանալ, մեկնաբանությունը հարայնացնել։ Աղանդավորական շարժումը Հայաստանում բազմաթիվ աղանդներ կան, ցավոք սրտի հարյուրամյակների ընթացքում նման հերձվածների շարժումներ եղել են, որոնք գնացել են հետո պատմության աղբանոց։ Պարոն Մանուկյան, 2 անգամ փորձ արվեց եկեղեցու դեմ արշավը իր վերջնակետին հասնել, ինչպես գիտենք Նիկոլ Փաշինյանը մինչև ամանոտ որոշել էր ավարտին հասնել կաթողիկոսի հեռացումը։ Սա ինչ փորձ է։ 3-րդ անգամ է փորձում այս գործողությունները անել, այսօք անհաջող փորձեր էին։ Աղանդավորները միշտ հայ առաքելական եկեղեցու թշնամի են։ Ցավոք սրտի ամիսներ առաջ նրան տվեցի մի ուսումնասիրություն, որը բոլշևիկների ժամանակ հայ առաքելական եկեղեցու դեմ նման աղանդավորական մի շարժման մասին էր, անկախ եկեղեցի անունով, ցավոք սրտի չվերցրեց, որ կարդալ կհասկանալ, որ չեկիստներից, բոլշևիկներից ավելի լավը չլինի ու եկեղեցու դեմ կարողանա հաջողություն։ Նրանք էլ գնացին Կորան, վերջացան, ոչ մեկի անունը ոչ հիշում են, նույն այդ աղանդավորական շարժման մասնակից եպիսկոպոսի վարդապետից սկսած մինչև այն չեկիստները, որոնք 37 թվականին հասան խորեն վեհապարի սպանությանը։ Այնպես որ կմոռացվեն կգնա։